Պապոյան 3 ասել եք, գրառում եք արել ԱԺ-ում մի պիժոն գյադա, ում ալբանացի հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել 3 չափ մեծ փաթիլներով, քոլկոտած սվիտերով ու 10 տարով դարձել միլիարդատեր։ Դուք Ռոբերտ Քոչարյանին հենց այդ նկարագրած իրավիճակով տեսել եք։ Ես եւս մեկ անգամ կարող եմ կարդալ, եթե դա այդքան հաճելի է, որպեսզի ես կարդամ, եւս մեկ անգամ կարող եմ կարդալ իմ գրառումը։ Այսօր ազգային ժողովում մի պիժոն գյադա, ում ալբանացի հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել 3 չափ մեծ փաթիլներով, քոլկոտած սվիտերով ու 10 տարում դարձել է միլիարդատեր, իմիջիայլոց միլիարդատերն էլ արդեն ապացուցվեց այդ կես ժամանոց ցանկով, որ հրապարակվում ու չի ավարտվում։ Հայհոյանք է հնչեցել, գիտեք, ազգային ժողովում լկտի հայհոյանք, որը շատ ուրեմն անթույլատրելի է եւ որի մասին ընդհանրապես դուք չեք խոսում, չգիտեմ ինչու, բայց սա էլ պետք է արձանագրեմ։ Արտուր Հովհաննիսյանը դրանից առաջ Ես ուրեմն ես մեկ հայհոյանք եմ լսել։ Ես երեք ազգային ժողովից մեկ հայհոյանք եմ լսել եւ այդ հայհոյանքն է եղել։ Իսկ մենք լսել ենք անդրոնից Արսեն Թորոսյանի կողմից։ Ես այդտեղ հայհոյանք չտեսա, բայց այնտեղ կար հայհոյանք շատ կոնկրետ։ Բառարությունը բառերը չի ասում, ուրեմն հայհոյանք չի, ենթատեքստը այդպես չէ։ Ես ասում եմ, ես այնտեղ շատ կոնկրետ հայհոյանք կար, այդտեղ հայհոյանք։ Երբեք Ռոբերտ Քոչարյանին որ դեմ հանդիպան հանդիպեք թե հիմա կամ նախկինում, կամ Լևոն Քոչարյանի նախկինում, ինչա ձեր իշխանությունը գալը, դուք կարողանեք ուղիղ նրանց աչքերին նայել ու ասել, որ դուք ալբանացի եք, պիժոն գյադա եք, ինչ դուրս կշփոթեք։ Ես ուրեմն ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել եւ մինչեւ այդ ոչինչ չեն ունեցել, բացի մի զույգ ծակ կոշիկներից ու հետո դարձել են միլիարդատեր, բոլորին ասել եմ, կասեմ, ասում եմ ու կասեմ։ Ուրեմն ասել եմ, կասեմ ու ասում եմ։ Նորից եմ ասում, ցանկացած մեկը, ով իրանից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտոնյա է ու պետական պաշտոնյան լինելուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի վատ գնահատականի է արժանի, շատ ավելի վատ, քան ես այդ գնահատականը տվել եմ։ Կներեք էլի, հիմա դուք եկել եք այստեղ, մի վարքյան եկել եք այստեղ։ Որոշ մարդկանց եք պաշտպանում, ով ոչինչ չունենալով, մի վարքյան, ոչինչ չունենալ, մի մարդ, ով ոչինչ չի ունեցել, եկել 10 տարի նախագահ աշխատել, նախագահի 200 քանի հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Ես էլ ոչինչ չունեմ, ես ոչինչ չունեմ եւ ոչինչ չեմ ունեցել, այս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն մի հատ գույքերի ցանկ ու միլիարդավոր դրամների ու եսի մինչերի ցանկ, որ սենց կարդում ես, հիմա սենց կարդում են ժամերով, հիմա եկել եք այդ մարդկանց եք պաշտպանում, ես այդ մարդկանց չեմ պաշտպանել, դա ձեր գործն է։ Ուրեմն Ժողովուրդ ջան, մի իրավիճակ է, երբ որ մարդը վարձով էր ապրում ունի մի հատ տուն, մի իրավիճակ է, երբ որ մարդը վարձով էր ապրում ունի, չգիտեմ, մի քանի կազմակերպությունների մեծ մասնաբաժիններ, մի 10-15 հատ անշարժ գույք, մեկի գինը 4 միլիարդ դրամ, մեկինը 2 միլիարդ դրամ, մեկինը այսքան եւ այլն, մեկ եւ հետնել ասենք բանկային հաշիվ, որտեղ օրինակ մի քանի տասնյակ միլիարդ դրամ փող կա։ Ես ասում եմ, եթե դուք դա պաշտպանում եք, դա ձեր գործն է, ես դա դատապարտում եմ, որովհետեւ այդ միլիարդները այս մարդկանցից գողացած գումարները։ Պարզա դա ցես։ Շատ լավ։ Հետևաբար, ուրեմն Արցախյան պատերազմից անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի, որ ինքը լինի գող, կոռումպացված մարդ ու պետությունից։ Ուրեմն ես ասում եմ, դա որևէ մեկին ինդուլգենցիա չի տալիս։ Ինչ ինդուլգենցիա չի տալիս 200,000, 250,000 դրամ աշխատավարձով ունենալ ասենք 20 միլիարդ դրամի բանկային հաշիվ։ Հասկանալի է սա պարզ։
Մենք լրիվ ուրիշ բան ենք։ Ես ասում եմ այն, ինչ որ ասեցի։ Իսկ սա արդեն փաստը գրված, հա, դատախազությունը դրա մասին հրապարակում արել։ Եթե որևէ մեկը դրա հետ կապված պրոբլեմ ունի, թող գնա դատախազությունում հակառակը ապացուցի։ Պարզ է, իսկ ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ եւ ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում նաեւ այդ ընտանիքի անդամներին չեն փրկելու։ Շնորհակալություն։